Մեկին գումարած մեկ։ Տասփաստ մեկին գումարած մեկ ֆիլմի մասին։ Առաջին՝ միլիոնատիրոջ գլխավոր եւ պարտադիր պայմանը։ Երբ ռեժիսորները դիմեցին իրական Ֆիլիպին նրա մասին ֆիլմ նկարահանելու համար, նրա միակ եւ խիստ պայմանն էր, որ ֆիլմը պետք է լինի կատակերգություն, ոչ թե դրամա։ Նա չէր ուզում, որպեսզի հանդիսատեսը խղճա կամ լաց լինի իր վիճակի վրա։ Երկրորդ՝ չշարժվելու տանջանքը։ Ֆրանսուଆ Կլյուզեն ամիսներ շարունակ սովորում էր շնչել եւ խոսել այնպես, որ մարմինը չշարժվի։ Նկարահանումների ժամանակ երբեմն նրա ձեռքերն ու ոտքերը գաղտնի կապում էին, որպեսզի նա ռեֆլեքսորեն չշարժի դրանք, որպեսզի ստիպված չլինեն նորից նկարահանել։ Երրորդ՝ օպերայի հիստերիկ ծիծաղը։ Какой ужас! Что это с ним? Дерево поет. Все по-немецки. Еще и по-немецки. Այս տեսարանը իրական մղձավանջ է եղել ռեժիսորների համար։ Նրանց ծիծաղն այնքան վարակիչ եւ անկեղծ է եղել, որ ամբողջ նկարահանման հրապարակը սկսել է ծիծաղել եւ չեն կարողացել կանգ առնել։ Դրա համար մի քանի տասնյակ անգամ նկարել են։ Չորրորդ՝ սափրվելու հայտնի տեսարանը։ Alors j'ai trouvé José Bové. Այս կատակների մեծ մասը մաքուր իմպրովիզացիա է, ներառյալ Հիտլերի բեղերը։ Խնդրում եմ հետևեք ալիքի։ 5-րդ՝ Մազերատիով հետապնդումը իրական էր։ Ֆիլմի սկզբում գիշերային Փարիզում Մազերատի Quattroporte մեքենայով արագընթաց փախուստի տեսարանը նկարահանված է իրական Փարիզի փողոցներում։ Ռեժիսորները ստացել էին հատուկ թույլտվություն, որպեսզի փակեն Փարիզի այդ փողոցները եւ վարձել էին կասկադյորներ, որպեսզի նրանք արագընթաց սլանան այդ փողոցներով։ 6-րդ՝ գլուխգործոց նկարն իրոք վաճառվել է։ Abstract նկարը, որ դրիսը նկարում է ֆիլմում եւ վաճառում խելահեղ գումարներով, դա իրականում ստեղծվել է հենց նկարահանման հրապարակում։ Ավելին, նկարահանումներից հետո բարեգործական նպատակներով այդ նկարը վաճառվել է մեկ այլ դերասանի։ 7-րդ՝ ամենաշահութաբեր ֆրանսիական ֆիլմը։ Այն գերազանցեց Ամելի ֆիլմին, դառնալով աշխարհի ամենաշատ դիտված եւ ամենաշատ շահույթ բերած ֆրանսալեզու ֆիլմը։ $430 միլիոն, բայց հետո այդ ռեկորդները ելի գերազանցվել են։ 8-րդ՝ տեսարանը, երբ դրիսը գողանում է թանկարժեք ձուն հարցազրույցի ժամանակ, հիմնված է իրական դեպքի վրա։ Պարզապես իրական կյանքում դա ոչ թե սովորական զարդաքանդակ էր, այլ իսկական ոսկերչական գլուխգործոց։ 9-րդ՝ Եռման ջրով տեսարանը։ Տեսարանը, որտեղ դրիսը եռման ջուր է լցնում Ֆիլիպի ոտքերին, որպեսզի հասկանա նա դա զգում է թե ոչ, հորինված չէ։ Իրականում Աբդելն ու Ֆիլիպը իրար հետ շփվում են այդպիսի սև եւ դաժան հումորներով։ Եվ 10-րդ՝ Ֆիլիպն ու Աբդելը մնացին մտերիմ ընկերներ մինչև կյանքի վերջ։ Հետագայում նրանք երկուսն էլ տեղափոխվեցին Մարոկկո, ապրելով իրար մոտ եւ ընտանիք կազմելով։ Ցավոք Ֆիլիպը մահացել է 2023 թվականին։ Մեկնաբանություններում թողեք ձեր սիրած ֆիլմերը, որպեսզի անդրադառնամ։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից են խոսելու։